Հարուզը սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր դեկտեմբերի 29-ն է և սա արդեն մեր թվով երկրորդ հաղորդումն է, երբ որ կա խոսելու կարևոր թեմա կամ թեմաներ, մենք չենք ալարում և փորձում ենք, եթե ստացվում է պատրաստել նոր հաղորդում, շատերը պատրաստում են հիմա ամանորյա տոների, շատերը մեկնում են արձակ, իսկ մենք փորձում ենք շարունակել մեր աշխատանքը։ Դրա համար, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ բոլորին, ովքեր որ չեն բաժանորդագրվել, իսկ այդպիսիների թիվը բավականին մեծ է, 1.43-ից մինչև 53%, ոչ բաժանորդագրված օգտատերերն են հետևում մեզ, խնդրում եմ այս ամանորվա տոների կապակցությամբ գոնե բաժանորդագրվեք մեր ալիքին, դրանով իսկ շատ եք օգնելու մեր ալիքի զարգացման գործին, ինչպես նաև լայքեք և գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ, և ինչպես արդեն ասացի, հետաքրքիր թեմա ունենք հիմա մենք քննարկելու Հայաստանի շուրջ և ոչ միայն Հայաստանի շուրջ, զարգացումներ նոր տեղի ունեցան ռուս-ուկրաինական ճակատում, հետաքրքիր քաղաքական իրադարձություններ, որոնք որ կարող է շատ բան փոխեն ռուս-ուկրաինական պատերազմում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտեցումների մեջ այդ պատերազմի վերաբերյալ։ Բայց սկսենք Հայաստանին վերաբերվող հարցերից։ Քիչ առաջ պարզ դարձավ, որ Հայաստանը և Թուրքիան որոշել են յուրացնել վիզաների տրամադրման գործընթացը, այն հիմա արդեն հնարավոր է նաև ստանալ օնլայն ձևաչափով, դրանից բացի 2026 թվականի հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարող են էլեկտրոնային վիզա ստանալ անվճար։ Շատ կարևոր, ճիշտ է փոքրիկ, առաջին հայացքից փոքրիկ փոփոխություն է, բայց նույն ժամանակ շատ կարևոր որոշում են կայացրել Թուրքիայում և Հայաստանում, և կարծես թե սրա մասին էր խոսում երեկ Արարատ Միրզոյանը։ Հույս ունենք, որ միայն այս որոշումը չէ, և մոտակա օրերի ընթացքում մենք կիմանանք այն մասին, որ Մարգարայի անցակետը բացվել է երրորդ երկրների անձնագիր ունեցող անձանց համար, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, դրանից հետո բնականաբար նաև տեղի կունենա արդեն սահմանի բացումը բոլոր քաղաքացիների համար, Թուրքիայի և Հայաստանի, և կհաստատվեն նաև դիվանագիտական հարաբերություններ։ Այսինքն սա այս հաղորդագրությունը, որ մենք ունենք հիմա արտգործնախարարությունից, հստակ վկայում է այն մասին, որ կարծես թե սառույցը ճեղքվել է և արդեն մենք տեղաշարժ ունենք հայ-թուրքական հարաբերությունների մեջ, կոնկրետ արդեն գործնական տեղաշարժ։ Դրանից բացի հաղորդագրություն է տարածվում այն մասին, որ Ջեյհուն Բայրամովը և Վրաստանի արտգործնախարար Մակաբո Ջորաշվիլին քննարկել են Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթի տարանցման հարցը դեպի Հայաստան։ Այս հարցն չափազանց կարևոր է, գիտեք, երկար ժամանակ, չասենք ինչքան ժամանակ, մի քանի շաբաթ է այս հարցը քննարկման թեմա է, այն բանից հետո, երբ որ որոշում կայացվեց ադրբեջանական նավթը ներկրել Հայաստան, Վրաստանը շատ մեծ հակագներ էր պահանջում տարանցիկության համար, ադրբեջանական մամուլը այդ կապակցությամբ մեծ աղմուկ էր բարձրացրել, գրում էին այդ մասին, բողոքում էին Վրաստանի իշխանություններից, դրանից հետո Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ առաջին տարանցիկ այդ ռեժիմով նավթը կանցնի ընդհանրապես անվճար, Վրաստանը դրանից ոչ մի մաքսատուրք չի ստանա, և այդպես էլ եղավ, Վրաստանը տրամադրեց իր տարածքը և ոչ մի կոպեկ չվերցրեց նավթի համար, բայց հարցը մնում էր չլուծված, քանի որ բավականին մեծ սակագներ էին պահանջել Վրաստանի իշխանությունները, և հիմա փաստացի Ջեյհուն Բայրամովը և Մակաբո Ջորաշվիլին քննարկել են Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթի արտահանման հարցը, և Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին տարանցման սակագնի այդ հարցի օպերատիվ լուծման համար։ Փաստացի սրանով մենք կարող ենք փաստել, որ կարծես թե այս հարցը լուծումը իր գտել է, և Վրաստանը պատրաստ է կամ նույն գներով, կամ ոչ այդքան թանկ, ինչքան որ սկզբից պահանջել էր
ադրբեջանական նավթի համար հիմա ոչ այդ կանթանք կամ նույն գներով, ինչը որ վերցնում էր ադրբեջանական նավթի համար դեպի Թուրքիա, նույն գներով նաև պատրաստ է, որպեսզի վառելիքը տեղափոխվի Հայաստան։ Հայաստանի վերաբերվող ուրիշ հայտարարություններ ունենք, բայց արդեն Իրանի արտգործնախարարությունից Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը խոսել է հայ-իրանական հարաբերությունների մասին եւ ասում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կառուցված են հստակ այն հասկացողության վրա, թե որոնք են Իրանի պետական շահերը, այսինքն ընդհանուր շահերի մտահոգությունների եւ ընդհանուր մոտեցումների վրա է այդ հարաբերությունները կառուցված ըստ իրանական արտգործնախարարության ու Իրանի արտգործնախարարությունը կոնկրետ շեշտում է, որ Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունեն եւ իրենք վճռականորեն տրամադրված են այդ հարաբերությունները զարգացնել եւ ավելի խորացնել տարբեր ոլորտներում։ Կարծում եմ դրական հայտարարություն է այդ Ակբար վիլայեթի անկապ անիմաստ հայտարարություններից հետո սպառնալից ոճով, որը որ միանշանակ Հայաստանում լուրջ մտահոգությունների առիթ էր տվել եւ միանշանակ այդպիսի հայտարարությունների եւ դիրքորոշումների պատճառով տուժում էին հայ-իրանական հարաբերությունները։ Լավ է, որ փորձում են ինչ-որ չափով շտկել Իրանի արտգործնախարարությունում, շատ լավ է, շատ կարևոր, եւ այդ Ակբար վիլայեթին պետք է բացատրել ուղղակի, որ նման հայտարարությունները միայն ու միայն վնասում են հայ-իրանական հարաբերություններին եւ դա միանշանակ չի բխում Իրանի ազգային եւ պետական շահերից, եթե այդպես շարունակեն։ Իսկ եթե այսպես մի փոքր կոնստրուկտիվ մտցնեն իրենց մոտեցման մեջ, մի փոքր, շատ էլ չկար այդքան կոնստրուկտիվություն, շատ մեծ էլ չէր այդ կոնստրուկտիվությունը, բայց մի փոքր կոնստրուկտիվություն են մտցնում, շատ բան է փոխվում։ Հիմա սիրելի հայրենակիցներ, առաջարկում եմ անցնել միջազգային կարևոր հարցերի քննարկմանը։ Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, իսկ միջազգային մամուլը գրեց այն մասին, որ հնարավոր է Զելենսկի եւ Վլադիմիր Պուտինի միջև էլ տեղի ունենա հեռախոսազրույց, այդ պահը հասունացել էր իբր, երբ որ ուրիշ հետաքրքիր տեղեկություն տարածվեց շատ արագ, Լավրովը հայտարարեց, որ իբր ուկրաինական ԱԹՍ-ները այսօր հարձակում են գործել Նովոգորոդսկի շրջանում Վլադիմիր Պուտինի առանձնատան վրա, այդ ուղղությամբ ավելի ճիշտ, եւ ըստ Լավրովի այդ բոլոր անօթաչու սարքերը խոցվել են, դրանից հետո շատ արագ տեղի ունեցավ հեռախոսազրույց Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջև, այդ հեռախոսազրույցը պլանավորվում էր դեռ 3, Թրամփը հայտարարել էր, որ բանակցություններից հետո Զելենսկու հետ պետք է արդեն Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց տեղի ունենա եւ ըստ նախնական տեղեկությունների Թրամփը եւ Պուտինը քննարկել են կոնկրետ այդ հարցը, Թրամփը ցնցված է, շատ վատ է իրեն զգացել, որ նման հարձակում են իրականացնել ուկրաինական ԱԹՍ-ները եւ ինչպես ասում է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Թրամփը արձագանքել է, որ Ամերիկայի վարչակազմը փառք Աստծո, որ տամագավներ, այսինքն հրթիռներ այդ հեռահար ամերիկյան չի տրամադրել, չի մատակարարել Ուկրաինային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքերով, իբր, այսինքն սա ասում է Ուշակովը, Նովգորոդում Պուտինի կեցավայրի վրա հարձակումը կազդի Զելենսկու հետ աշխատելու Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտեցումների վրա։ Այսինքն ըստ Ուշակովի Թրամփը ասել է, որ դա կազդի այդ դեպքը Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա, իր եւ Զելենսկու հարաբերությունների վրա։ Տեսնենք, ինչպես կարձագանքեն Ամերիկայի Միացյալ Նահանգները կոնկրետ։ Ես ռուսներին էլ հակված չեմ հավատալ, բայց Թրամփն էլ կարող է նման բաներ ասել, դա էլ չի կարելի բացառել։ Հետո շատ արագ արձագանքեց այդ ամենին նաև Վլադիմիր Զելենսկին եւ շատ կարեւոր է նրա արձագանքը, ասել է, որ դա սուտ է եւ իրականության հետ որևիցե կապ չունի ու դա արվում է կոնկրետ նրա համար, որպեսզի տապալվեն այս բանակցությունները, երևի այս բանակցությունները չափազանց խորը մտան, դրա համար Ռուսաստանի Դաշնությունը որոշեց այդպիսի ապատեղեկատվություն տարածել, դե ես 100%-ով չեմ կարող բնականաբար ասել, որ դա ապատեղեկատվություն է, բայց շատ նման է եւ մոտ է ապատեղեկատվության, համաձայն եք, որովհետեւ կարծես թե
իրոք շատ կարևոր առաջընթաց էր գրանցել ուկրաինական կողմը ամերիկացիների հետ միասին, եւ հիմա ինչ որ մի ձևի պետք էր խաթարել այդ ամենը, ու միանշանակ դա չէր բխում, կարծում եմ, Ուկրաինայի շահերից, բայց Զելենսկին խոսել է նաեւ Դոնբասի մասին, նա ասել է, որ Դոնբասից դուրս գալը մեծ ռիսկեր է պարունակում Ուկրաինայի համար, եւ դա ընդունելի չէ ուկրաինացիների համար, հանրակրվեն դրական դժվար թե լինի, հանրակրվեն էլ դրական չի լինի, ասել էր Զելենսկին, բայց այդ գրոհի մասով, որ իբր տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի առանձնատան վրա, ինչպես արդեն ասեցի, Զելենսկին ասում է, որ դա սուտ է, նման բան տեղի չի ունեցել, եւ դրանից ավել ինքը զգուշացրել է, այսինքն Զելենսկին, որ հիմա կարող է Ռուսաստանը հարձակվել Ուկրաինայի կառավարական շենքերի վրա, այդ ուղղությամբ կարող է շատ լուրջ գրոհ իրականացնել։ Միշտ ռուսական կողմն էլ ասում է, որ անպատասխան չի թողնի Ուկրաինայի այդ գործողությունները, այսինքն սպասելի են հետաքրքիր իրադարձություններ, նոր սրացում է սպասվում ռուս-ուկրաինական պատերազմում։ Նույնիսկ ասեմ ավելին, Վլադիմիր Պուտինն էլ իր հեռախոսազրույցի ընթացքում Թրամփին ասել է, որ անպատասխան չի մնա Կիևի այդ հարձակումը անօդաչու թռչող սարքերին։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, եթե հիշում եք, երբ որ տեղի էին ունենում հեռախոսազրույցներ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ, շատ դաժան հարձակման էր ենթարկվում Կիևը եւ ամբողջ Ուկրաինան, աննախադեպ հարձակման էր ենթարկվում եւ դա նկատել էր նաեւ Դոնալդ Թրամփը, զայրացած էր այդ ամենից, որ մենք շատ լավ հեռախոսազրույց ենք ունենում միշտ Վլադիմիր Պուտինի հետ եւ դրանից հետո Վլադիմիր Պուտինը հարձակվում է Ուկրաինայի վրա, ավելի լուրջ հարձակումներ է գործում անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով աննախադեպ, այսինքն միշտ ռեկորդը թարմացնում է։ Եվ այս անգամ երևի թե Պուտինը դիտմամբ է այսպես վարվում, նախորոք ասում է, որ ես հիմա կհարձակվեմ, քանի որ հարձակվել էին փաստացի իմ վրա եւ դրանից դուք չնեղանաք։ Եվ վերջում ասեմ հետաքրքիր մի տեղեկություն, որ Թրամփի եւ Նետանյահուի միջեւ այդ նախատեսվող այդ հանդիպման ընթացքում Նետանյահուն փորձելու է համոզել Դոնալդ Թրամփին, որ հաջորդ հարվածը Իրանին շատ կարևոր է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները չպետք է խուսափեն դրանից, այլ ճիշտ հակառակը պետք է օգնեն Իսրայելին, որպեսզի Իսրայելը նոր հարված հասցնի Իրանի ուղղությամբ։ Այս վայրերությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։